Նազիկ Ավդալյանի քույրը նշանադրվել է։ Կարևոր այդ օրվա առթիվ մարզուհին ինստագրամյան իր էջում հրապարակել էր լուսանկարներ, որոնց կից գրել էր. «Երեկ քրոջս նշանադրություններ եւ իմ սիրտը լի է երջանկությամբ, քանի որ երջանիկ է իմ քույրը, իմ թևն ու թիկունքը, իմ կյանքի լույսը։ Լուսս, Արսենս, դուք գտել եք միմյանց։ Պահեք իրար սիրով, քնքշությամբ, հարգանքով ու հավատարմությամբ։ Դուք ոչ միայն բռնել եք միմյանց ձեռքերը, այլ նաեւ ձեր կյանքն եք վստահել միմյանց։ Պահեք այդ վստահությունը ամուր, քանզի հենց դա է հարաբերությունների ամենախորը ու անկյունաքարային արժեքը։ Թող օրհնված լինի ձեր ընտրությունը, սիրելիներս», հրապարակմանը կից գրել էր Նազիկը։ Նշենք, որ դեռ նախորդ տարի Նազիկ Ավդալյանը հայտնվել էր իսկական սկանդալի կենտրոնում։ Իսկ պատճառը ծանրամարտի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների չեմպիոն ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի քայլն է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ Նազիկը հանդես է գալիս որպես մրցավար։ Մրցաշարի ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչ չեմպիոն հռչակվելուց հետո դահլիճում հնչում է Թուրքիայի պետական օրհներգը, որի ժամանակ Նազիկ Ավդալյանը ոտքի չի կանգնում։ Հրապարակված կադրերում երևում է, որ վերջինս կքանստել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, թուրքական պատվիրակության բողոքի արդյունքում մրցաշարի կազմակերպիչները Նազիկ Ավդալյանին հանել են հիմնական մրցավարական կազմից ու փոխադրել ռեզերվ։ Թերթ-ԵՄ-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ խոսել է ծանրամարտի աշխարհի առաջնության աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ եւ նա տեղեկացրել է, որ որևէ ակցիա չի արել։ Նրա փոխանցմամբ Նազիկ Ավդալյանն այդ պահին Հայաստանից կարևոր զանգ է ստացել եւ փորձել է պատասխանել։ Բալիկից զանգ է ստացել, իսկ լիցքավորման լարն էլ կարճ է եղել։ Կքանստել է մինչև հեռախոսը հասնի ականջին։ Դա իր անմիջական խոսքերն են փոխանցում։ Ես վստահ եմ, որ Նազիկը որևէ բան չէր անի, նա հասուն մարդ է եւ հասկանում էր, որ ակցիա անելով գործին օգուտ չի տա։ Այդպիսի բան է ստացվել, պարզաբանել էր Գիլոյանը։ Փոխնախարարի խոսքով Նազիկ Ավդալյանը միջազգային ֆեդերացիային բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել։ Նրանք էլ հասկացել են իրողությունը, սպասում են, թե ինչ ընթացք հարցը կստանա։ Նշենք, որ Նազիկ Ավդալյանի նկատմամբ հանրային հետաքրքրությունը վերջին շրջանում առավել մեծացել է, իսկ պատճառը նրա անկեղծ խոստովանություններն ու արտաքին փոփոխություններն են, որոնք աննկատ չեն մնացել երկրպագուների կողմից։ Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Նազիկը իր հարցազրույցներից մեկում խոսել էր իր ամուսնալուծության, դրանից հետո եւ առաջ եղած իրավիճակների մասին։ Նա նշել էր, որ անձնական թեմաների հետ կապված երբեք չի խոսել, ճիշտ էլ չի գտել, որ պետք է խոսել անձնականից, քանի որ իրեն երբեք չի հետաքրքրել որևէ մեկի անձնականը։ Յուրաքանչյուրն ունի իր կյանքը եւ ոչ ոք չգիտի, թե որոշումներից որն ինչու է կայացրել։ Ես չեմ քննարկում եւ քննադատում մարդկանց։ Երբեք չեմ խոսել իմ անձնականի մասին, բայց ասեմ, արդեն 5 տարի է ամուսնալուծված ենք, էնպես չի, որ սա գաղտնի թեմա է, պարզապես չեմ խոսել ես այս մասին։ Խոսելով բաժանումից հետո իր հոգեվիճակի մասին Նազիկը նշել էր, որ ինքն էությամբ ընտանիքի մարդ է եւ հեշտ չի եղել բաժանումից հետո։ Ես համարում եմ, որ շատ բան եմ արել ու շատ բան արեցի իմ ընտանիքը պահելու համար։ Երբեք չէի մտածի, որ կբաժանվենք մենք, բայց եկավ մի կետի հասավ, որ ես հասկացա, որ չի կարող այդպես շարունակվել եւ դա անառողջ մթնոլորտ է։ Ես միշտ ասել
ասել եմ, որ ուզում եմ ունենալ իմ երազած ընտանիքը։ Առողջ մթնոլորտում, երբ տեսա, որ անառողջ է մթնոլորտն ու դա երեխայի վրա էլ է անդրադառնում, մեր մտածելակերպը, մեր աշխարհընկալումը լրիվ այլ էր։ Իհարկե, ես չէի ուզում բաժանվել, բայց ձգելով ստացվեց այդպես։ Ավելի լավ է բաժանվել, քան ունենալ անառողջ ընտանիք։ Հավելենք նաև, որ այս շրջանում Նազիկ Ավդալյանը բավականին ակտիվացել է նաև սոցիալական իր կայքերում և հաճախ է հրապարակումներ անում, մշտապես արժանանալով հետևորդների ջերմ մեկնաբանություններին։ Նազիկ Ավդալյանի հրապարակած տեսանյութերից կարելի է հասկանալ նաև, որ թեև ինքը արդեն երկար տարիներ է ինչ թողել է պրոֆեսիոնալ սպորտը, սակայն առիթը բաց չի թողնում մարզվելու և առողջ ապրելակերպ վարելու համար։